Գիրք Ելից, գլուխ 32, ոսկե հորթը։ Եվ երբ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսի լեռից իջնելն ուշանում է, ժողովուրդը հավաքվեց Ահարոնի մոտ, և նրան ասացին. «Վեր կաց մեզ համար աստվածներ շինիր, որ մեր առջևից գնան, որովհետև այդ Մովսես մարդը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ինչ եղավ»։ Եվ Ահարոնը նրանց ասաց. «Ձեր կանանց, ձեր որդիների, ձեր աղջիկների ականջների ոսկե օղերը հանեցեք և ինձ մոտ բերեք»։ Եվ ամբողջ ժողովրդով իրենց ականջների եղած ոսկե օղերը հանեցին և Ահարոնի մոտ բերեցին, և նա դրանք նրանց ձեռքից վերցնելով, կաղապարի մեջ ձևավորեց և դրանից մի ոսկե հորթ ձուլեց, և ասացին. «Սրանք են քո աստվածները, ով Իսրայել, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցին»։ Եվ Ահարոնը սա տեսնելով դրա առջև զոհասեղան շինեց, և Ահարոնը հայտարարեց ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։ Եվ հաջորդ առավոտյան վաղ վեր կացան և ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին, և ժողովուրդը նստեց ուտելու, խմելու և վեր կացան պարելու։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա, իջիր, որովհետև քո ժողովուրդը, որին Եգիպտոսի երկրից հանեցիր, ինքն իրեն ապականեց»։ Շատ արագ շեղվեցին այն ճանապարհից, որ իրենց պատվիրել էի։ Իրենց համար ձուլացող հորթ շինեցին և դրան երկրպագեցին և դրան զոհեր մատուցեցին և ասացին. «Սրանք են քո աստվածները, ով Իսրայել, որ քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ես տեսա այս ժողովրդին, ահա դա մի խստապարանոց ժողովուրդ է։ Արդ թող ինձ, որ իմ զայրույթը նրանց վրա բորբոքվի և ոչնչացնեմ նրանց, իսկ քեզ մեծազգ կդարձնեմ»։ Եվ Մովսեսն իր Տեր Աստծու առջև աղերսեց և ասաց. «Ով Տեր, ինչու ես բորբոքում քո բարկությունը քո ժողովրդի վրա, որ Եգիպտոսի երկրից մեծ զորությամբ և հզոր ձեռքով դուրս բերեցիր։ Ինչու եգիպտացիները խոսեն ու ասեն, թե չարիքի համար նրանց դուրս հանեց, որ լեռներում սպանի ու երկրի երեսից վերացնի նրանց։ Ետ կանգնիր քո սաստիկ բարկությունից և հրաժարվիր այս չարիքը քո ժողովրդի վրա բերելուց։ Հիշիր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվել ես քո անձով, և ասել ես նրանց. «Ձեր սերունդը երկնքի աստղերի պես շատացնելու եմ, և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին եմ տալու, որ նրանք այն ժառանգեն հավիտյան»։ Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ մտադրվել էր բերել իր ժողովրդի վրա։ Եվ Մովսեսը դարձավ ու ցած իջավ լեռից, և վկայության երկու տախտակները ձեռքին էին։ Քարե տախտակների երկու կողմերում էլ գրված էին, այս կողմից ու այն կողմից, և տախտակներն Աստծո գործն էին, և գրվածքն Աստծո գրվածքն էր, տախտակների վրա փորագրված։ Եվ երբ Հեսուն լսեց ժողովրդի աղմուկի ձայնը, ասաց Մովսեսին. «Պատերազմի աղմուկ կա բանակում»։ Եվ նա ասաց. «Սա հաղթության աղաղակի ձայն չէ, ոչ էլ պարտության աղաղակի ձայն, այլ պարի աղմուկ եմ լսում ես»։ Եվ եղավ բանակին մոտենալուն պես տեսավ հորթն ու պարերը։ Մովսեսի բարկությունը բորբոքվեց, և տախտակներն իր ձեռքից շպրտեց և կոտրեց դրանք լեռան ստորոտում։ Եվ վերցրեց նրանց շինած հորթը և կրակով այրեց և մանրեց մինչև փոշի դառնալը և ջրի վրա ցանեց և խմեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ինչ էր արել քեզ, որ դու նրա վրա այսպիսի մեծ մեղք բերեցիր»։ Եվ Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի։ Դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին, քանի որ ինձ ասացին. «Մեզ համար աստվածներ շինիր, որ մեր առջևից գնան», որովհետև այս Մովսեսը, այն մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրից հանեց, ինչ եղավ չգիտենք»։ Եվ ես նրանց ասացի. «Ով ոսկի ունի, թող հանի և բերի ինձ մոտ»։ Եվ ես կրակը գցեցի այն, և ահա դուրս եկավ այս հորթը։ Եվ երբ Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը մերկ է, քանի որ Ահարոնն էր նրանց մերկության մղել, իրենց թշնամիների մեջ ամոթանքի մատնվելու, այն ժամանակ Մովսեսը կանգնեց բանակի դարպասի մոտ և ասաց. «Ով Տիրոջ կողմն է, ինձ մոտ գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիները նրա մոտ հավաքվեցին, և ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. ամեն մարդ թող իր սուրն իր մեջքին կապի, և բանակում դռնեդուռ անցեք, և ամեն մարդ իր եղբորը, և ամեն մարդ իր ընկերոջը, ամեն մարդ իր դրածուն թող սպանի»։ Եվ Ղևիի որդիները Մովսեսի ասածի պես արեցին, և այն օրը ժողովրդից 3000-ի չափ ընկան, որովհետև Մովսեսն ասել էր. «Այսօր ձեզ սրբագործեք Տիրոջ համար, նույնիսկ ամեն մեկն իր որդու վրա և իր եղբոր վրա, որ նա ձեր վրա օրհնություն շնորհի այսօր»։
Եվ եղավ հաջորդ օրը, որ Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք, եւ հիմա Տիրոջ մոտ պիտի բարձրանամ, գուցե քավություն անեմ ձեր մեղքի համար»։ Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց. «Օ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց եւ իրենց համար ոսկուց աստվածներ շինեցին, բայց հիմա եթե միայն ներեիր նրանց մեղքերը, իսկ եթե ոչ աղաչում եմ, ջնջիր ինձ քո գրքից, որ դու գրել ես»։ Տերն ասաց Մովսեսին. «Ով մեղանչել է իմ դեմ, ես նրան կջնջեմ իմ գրքից։ Ուստի հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, ուր ասել եմ քեզ։ Ահա իմ հրեշտակը կգնա քո առջևից, սակայն իմ այցելության օրը նրանց մեղքը նրանց վրա կբերեմ»։ Եվ Տերը պատուհասեց ժողովրդին, որովհետև հորդն էին շինել, որ Ահարոնը շինեց։